Իրանի Քերմանշահ նահանգում բողոքի ակցիաների ժամանակ սպանվել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսի 8 անդամ։ Տեղական լրատվամիջոցների հրապարակած կադրերում զինված անձինք անվտանգության աշխատակիցներին են գրակում։ Իրանում անկարգությունների հետևում կանգնած է Իսրայելը, ասել է Իրանի ազգային անվտանգության գերագույն խորհրդի քարտուղար Ալի Լարիջանին։ Մենք գտնվում ենք պատերազմական իրավիճակում, չկա ոչ խաղաղություն, ոչ էլ հրադադար։ Նման պայմաններում նոր ճգնաժամ ստեղծելը խելամիտ չէ եւ այս իրադարձությունները ուղղորդվում են դրսից, նշել է նա։ Իրանում գիշերը Երկրում գիշերը անկարգությունների հետևանքով հրդեհ է բռնկվել Քարաջի քաղաքապետարանի շենքում։ Ինտերնետի բացակայության պատճառով Իրանից տեղեկատվության ստացումը նվազել է։ Դեկտեմբերի 28-ին սկսված ցույցերից ի վեր զոհվել է ավելի քան 62 մարդ, այդ թվում անվտանգության աշխատակիցներ։ Ցույցի մասնակիցները Թեհրանում այրել են մզկիթներ, պետական հաստատությունների շենքեր, բանկեր։ Զանգվածային անհնազանդությունների ֆոնին իշխանությունները խստացրել են վերահսկողությունը մայրաքաղաքի փողոցներում։ Գլխավոր մայրուղիներից մեկում անվտանգության ուժերի հատուկ ստորաբաժանումները յուրաքանչյուր 10 մետրը տեղադրել են հսկիչ կետեր, որոնք զբաղեցրել են ավտոմատ կալաշնիկովներով զինված ուժայինները։ Երկրի դատախազը հայտարարել է, որ ցույցի մասնակիցները իրանական օրենսդրության համաձայն կդատապարտվեն մահապատժի։ Ձերբակալվածների թիվը 2200-ից ավելի է։ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը սպառնացել է երկրի իշխանություններին չկրակել ակտիվիստներին։ Ավելի լավ է չսկսեք կրակել, որովհետև նույնը կանենք եւ մենք, շեշտել է նա։ Միացյալ Նահանգներին պետքարտուղար Մարկո Ռուբիոն ԱՄՆ-ի անունից աջակցություն է հայտնել Իրանի ժողովրդին։ Ֆրանսիայի, Մեծ Բրիտանիայի և Գերմանիայի առաջնորդները համատեղ հայտարարության մեջ դատապարտել են ցուցարարների սպանությունը և կոչ են արել Իրանի կառավարությանը զերծ մնալ բռնությունից։ Դուբայից, Ստամբուլից և մի շարք երկրներից չվերթներ են չեղարկվել դեպի Թեհրան և այլ քաղաքներ։ Իրանում տարածվող բողոքի ակցիաների ֆոնին երկրորդ օրն է Երևանում է Իրանի փոխարտգործնախարարը։ Հայաստանի եւ Իրանի արտաքին գործերի նախարարությունների միջև հերթական քաղաքական խորհրդակցություններ են կայացել։ Խորհրդակցությունների ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Իրան երկկողմ հարաբերությունների օրակարգը, ինչպես նաեւ տարածաշրջանային եւ միջազգային զարգացումներին առնչվող հարցերը։ Կողմերն անդրադարձել են տարածաշրջանային զարգացման նողված նախագծերին, այդ թվում Թրիփուղի ծրագրի կյանքի կոչման արդյունքում ակնկալվող նոր հնարավորություններին։ Քննարկումներ են տեղի ունեցել էներգետիկայի ենթակառուցվածքների, առողջապահության, գյուղատնտեսության, զբոսաշրջության եւ մի շարք այլ ոլորտներում համագործակցության զարգացման հեռանկարների շուրջ։ Սիրիական բանակը Հալեբն ամբողջությամբ ազատագրել է քրդական ուժերից, հայտնում են տեղական լրատվամիջոցները։ Սիրիական իշխանությունների տարածած հայտարարության մեջ նշվում է, որ Հալեբն ամբողջությամբ գտնվում է բանակի վերահսկողության տակ։ Քաղաքացիներին կոչ է արվել մնալ տանը եւ անհրաժեշտության դեպքում կապ հաստատել ռազմական ստորաբաժանումների հետ, քանի որ զինյալները շարունակում են թաքնվել խաղաղ բնակիչների շրջանում։ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Վլադիմիր Պուտինը չի վախենում Եվրոպայից, այլ իր առաջնորդած ԱՄՆ-ից։ Վենեսուելայում տեղի ունեցած վերջին իրադարձությունների եւ ռուս-ուկրաինական հակամարտության վերաբերյալ հարցին Թրամփը պատասխանել է, թե Պուտինին ձերբակալելու անհրաժեշտություն չի լինի, ինչպես դա արվել է Մադուրոյի դեպքում։ I'm not talking about money for Greenland yet. I might talk about that. ԱՄՆ նախագահ Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ն ձեռք կբերի Գրենլանդիան անկախ այն հանգամանքից գրենլանդացիները ցանկանում են դա, թե ոչ։ Թրամփը նշել է, որ եթե դա չանեն իրենք, ապա Գրենլանդիան սեփականաշնորհելու փորձ կանի Ռուսաստանը կամ Չինաստանը։ Հարցին, թե ինչու է ցանկանում, որ ԱՄՆ-ն իշխի Գրենլանդիային, այլ ոչ թե պարզապես ընդլայնի այնտեղ ամերիկյան ռազմական ներկայությունը, Թրամփը պատասխանել է. մեջբերում, երբ Գրենլանդիան անցնի մեր վերահսկողության տակ, մենք պաշտպանելու ենք նաև ռազմական կողմից։ ԱՄՆ հայոց կաթողիկոս Գարեգին II-ը պաշտոնից ազատել է Նիկոլ Փաշինյանի հայկայգեղեցական արշավին միացած Մասացյոտնի թեմի առաջնորդ Գևորգ եպիսկոպոս Սարոյանին։ Վեհապարի որոշման համար հիմք են հանդիսացել առաջնորդի հանգամանքը չարաշահելու պարտականությունների մեջ թերանալու, ինչպես նաև թեմի հոգևորականների նկատմամբ հարկադրանք ու ճնշումներ գործադրելու փաստերը։ Մայրաթորի տնօրինությամբ Մասացյոտնի թեմի առաջնորդական տեղապահ է նշանակվել Ռուբեն Վարդապետ Զարգարյանը։ Նիկոլ Փաշինյանի հայկայգեղեցական արշավին սակավաթիվ քահանաներ են միանում։ Փաշինյանը առավոտյան հայտնել է, որ իր մեկնարկած եկեղեցու բարենորոգման ծրագրին միացած քահանաների թիվը հասել է 16-ի, որոնց նա հայտնել է իր զորակցությունն ու կոչ արել ժողովրդին պաշտպանել քահանաներին։ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ,
Սրան զուգահեռ հայ առաքելական Սուրբ եկեղեցու թե հայաստանյան, թե սփյուռքի թեմերի հարյուրավոր հոգևորականներ հայտարարություններ են տարածել ի աջակցություն Գարեգին II կաթողիկոսի։ Նրանք իրենց որդիական սերն ու անվերապահ հավատարմություն են հայտնել Մայրաթոր Սուրբ Էջմիածնին ու նրա ազգընտիր գահակալին Գարեգին II ամենայն հայոց կաթողիկոսին ու նշել, որ երբեք չեն միանա եկեղեցու կողմից տիրադափ հռչակված հոգևորականներին։ Հանրապետության տարածքում կան փակ ավտոճանապարհներ, փակ են Արագածոտնի մարզում Ամբերդ բարձր լեռնային օդերևութ ամբարտական կայանից Ամբերդ ամրոց եւ Քայլիշ տանող ավտոճանապարհները։ Ապարանի տարածաշրջանի ավտոճանապարհները փակ են կցորդիչով բեռնատարների համար, Վարդենյանց, Քեթի եւ Ջաջուրի լեռնանցքները փակ են կցորդիչով բեռնատարների համար, դժվար անցանելի մյուս տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Սպիտակի ոլորակները եւ Սարավան Զանգեր կոչվող հատվածը դժվար անցանելի են կցորդիչով բեռնատարների համար։ Կոտայքի մարզի Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունու եւ այլ տարածաշրջաններում ավտոճանապարհներին տեղտեղարկա է մերկասառույց։ Արագածոտնի, Գեղարքունիքի եւ Կոտայքի մարզերում Ջերմուկի, Ելփինի, Աշոցքի, Ախուրյանի եւ Գյումրիի տարածաշրջաններում տեղում է ձյուն։ Վրաստանի ներքին գործերի նախարարությունից հայտնել են, որ Ստեփանցմինդալարս ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։